Բարև ձեզ բարեկամներ, Փակ TV-ն է նորից եթերում։ Ողջունում եմ մեր բոլոր այն ունկնդիրներին, ովքեր սովորականի պես այսօր էլ այս պահին էլ մեզ հետ են մեր կողքին։ Այսօր մենք պիտի ասեմ, որ երկար, այսպես երկարատև ընդմիջումից հետո վերջապես կարողացանք նորից տաղավար հրավիրել մի անձնավորության, ով միշտ եղել եւ մնում էր մեր լավագույն բարեկամներից մեկը, բայց հանգամանքների բերումով այնպես է ստացվում, որ Փակ TV տաղավար գալը մի տեսակ դժվարացել է, քանի որ անձը ում հետ քիչ հետո դուք կհանդիպեք, շատ զբաղված է, շատ գեր, այսպես լարված աշխատանք է տանում եւ ուզում եմ միանգամից նրան ներկայացնել Արդար Հայաստան կուսակցության նախագահ, իրավապաշտպան, փաստաբան Նորայր Նուրիկյան, բարև ձեզ։ Բարև ձեզ, բարև ձեզ։ Պարոն Նուրիկյան, ես հասկանում եմ, որ շատ զբաղված եք, գործերը շատ են, բայց մի մոռացեք մեզ, մենք ձեզ կարիքը զգում ենք։ Հավաստիքը, պարոն Ղուշյան, ես ձեր լավագույն բարեկամներից մեկն եմ ինձ համարում եւ մեր բարեկամությունը հարատև է։ Այո, անկախ ամեն ինչից, ինչպիսի զարգացումներ կլինեն երկրում, մենք իհարկե մնում ենք լավ բարեկամ ընկերներ։ Իհարկե, պարոն Ղուշյան։ Մեր երկրի վարչապետը ամեն անգամ շարունակում է մեզ այսպես անակնկալի բերել։ Երեք էլ հայտարարեց, որ թոշակառուներ ինչ եք խառնվել իրար։ Կյանքը 63-ից 65-ից հետո միայն սկսվում է։ Ուզում ես հարցրես, լսիր, եղբայր, մարդիկ գնացել են ակտիվ իրենց հանգիստը վայելելու, իրենց արժանից։ Հիմա ինչ, առաջարկում ես նրանց մտնել այն բոլոր, ինչպես ասում են, անցուդարձի մեջ, ինչ այսօր մեր երկրում եւ որքանով է սա ընդհանրապես հարիր։ Պարոն Ղուշյան, շնորհակալ եմ հրավերի համար։ Ընդ որում համաձայն է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատե անպատե առիթը չի կորցնում զարմացնելու, զայրացնելու մեր հասարակությանը, բայց մենք պետք է իգիտություն ընդունենք այն իրողությունը, որ մենք իդեմս Նիկոլ Փաշինյանի գործ ունենք իր տեսակով, դա քաղաքագիտական սահմանում է, պոպուլիստ անձնավորության հետ, ով փորձում է իր իշխանությունը հարատև դարձնելու, վերարտադրվելու կամ ամրապնդելու համար նորանոր ռեկորդեր չակերտավոր սահմանել։ Գիտեք ինչ, ձեր կողմից մատնանշված հարցը իրականում խորքային խնդիր է եւ պահանջում է ոչ թե այդպես ոտի վրա այդպես պոպուլիստական ենթատեքստով արված ուրեմն հայտարարության, այլ խորը մասնագիտական ուսումնասիրություն է պետք իրականացնել մասնագետների կողմից ընդ որում, որոնք կգան ի վերջո եզրակացության, թե 63 տարեկանից հետո մարդու ներուժը, մարդու ռեսուրսները, մարդու պոտենցիալը, մարդու հնարավորությունները որքանով են, արդյոք նա ունակ է այդ տարիքում իրականացնել նոր աշխատանք կամ նոր միջավայրում բիզնես գործունեություն ծավալել։ Ի վերջո այստեղ բազմաթիվ հարցեր կան, սկսած նրա վարկային պատմություն ունենալու հնարավորությունից կամ համապատասխան բանկերեն նրան վարկավորելու հնարավորությունից, այսինքն մենք բազմաթիվ կոմպոնենտների հետ գործ ունենք եւ ես այդ հայտարարությունը իհարկե ուշագրավ է, զարմանալի է, մասնագիտական եզրակացությունների անհրաժեշտություն է տեսնում, բայց ճանաչելով Փաշինյանի ես կարող եմ ընդհանրապես արձանագրել հետեւյալը, ինքը փորձում է հնարավոր բոլոր Հայաստանի Հանրապետությունում գոյություն ունեցող խնդիրների վերաբերյալ տարբեր պատճառաբանություններ բերել։ Ինչու ծագեց այդ հարցը եւ ինչից առաջացավ այդ միտքը։ Այդ միտքը առաջանում է այն գաղափարից կամ այն իրավիճակից, որ Հայաստանի Հանրապետությունում շուրջ 500,000 թոշակառուներ ի վիճակի չեն այս գործող թոշակներով ապրել, գոյատևել, այսինքն երբ որ դու մարդուն տալիս ես 30-35,000, 40,000 թոշակ, այն դեպքում երբ նվազագույն աշխատավարձը 75,000 է, այն դեպքում երբ նվազագույն սպառողական զամբյուղը չի գերազանցում դա կամ մի փոքր ավել է, այսինքն կամ մի փոքր պակաս է, այսինքն մենք գործ ունենք հերթական մի իրավիճակի հետ, երբ գործող իշխանությունը փորձում է իր վրայից թոթափել պատասխանատվությունը եւ փորձում է այս դեպքում էլ հասարակությանը մեր թոշակառուներին մեղադրել, ասել դե հելը կաշխատեք, ինչ եք տունը նստում, էլի 63 տարեկան եք, հելը գնացեք աշխատեք նոր բիզնես գտեք։ Ինչ շատ լավ է, որ 63 տարեկանից հետո նոր կյանք է
սկսվում։ Ես իսկապես մեր թոշակառուներին երկար տարիների կյանք եմ ցանկանում, բայց ճիշտ ասեցիք, վաստակած հանգիստը մեկ այլ բան է, նոր աշխատանք փնտրելը, նոր իրողություններին հարմարվելը բոլորովին այլ բան է։ Ես բան չունեմ ասելու, եթե մարդը 63 տարեկանում ունակ է, ունի համապատասխան ներուժ, իր ֆիզիկական կարողությունները ներում են, իր մտավոր կարողությունները ներում են, իսեր ասում, ինչեւ թող իր կյանքի վերջի պահը աշխատի, ստեղծագործի, բարի ստեղծի։ Գիտես, ծիծաղելին են ասում, հա լավ ասենք, այդ թոշակառուներին 10,400 ավելացինք, ինչ անելու այդ փողը։ Եղբայր, չհասկացա։ Ընդ որում գիտեք որ աբսուրդը գիտեք որ այստեղ խնդիրը հետևյալ տպավորությունը թե ինքը իր գրպանից կամ իր կառավարության գրպանից է տալիս այդ գումարը։ Եթե մենք պետքա թոշակի ինստիտուտը հասկանանք, հասկացությունը թոշակը դա մարդը ժամանակին աշխատել իր ամբողջ երիտասարդական տարիներին աշխատել է, վաստակել է, ուրեմն հարկ է վճարել կենսաթոշակային գումար է վճարել, հիմա պետությունը պարտավոր է դրան համապատասխան վերադարձնել այդ գումարը։ Այդ թոշակը այնպես չի, որ ինչ որ ուրիշի փողն է ակնկալվում տալ թոշակառուին։ Դա թոշակառուի իր երիտասարդ տարիներում աշխատանքի համապատասխան մասն է, որը պետությունը պարտավոր է արժանավորինս վերադարձնել։ Սա է խնդիրը։ Հիմա 10,000 կլինի, 20,000 կլինի, 30,000 կլինի, իսեր Աստծո, դա թոշակառուի իսկ դրամը, դա գումարը, դա անձի սեփականությունն է եւ որևէ մեկը իրավունք չունի ոչ միայն կասկածի տակ դնելու եւ ավելին որոշելու թե որտեղ պետք է ծախսի, որտեղ կուզենա այնտեղ էլ կծախսի։ Եվ գիտեք, ազգային ժողովի ամբիոնից այնպես չէ խոսում, ոնց որ այդ 10,000-ը 10 կամ ավելի գումարը հորտանից է բերում տալիս ոնց որ դուք եկած։ Ես չեմ հասկանում, սա ինչ մոտեցում է։ Չէ, իրականում մենք լրջագույն խնդիր ունենք այս առումով, պարոն Ղուկյան, եթե կես լուրջ, կես կատակից անցնենք լուրջ թեմաների, Նիկոլ Փաշինյանին չէ այսպես խոսում։ Նիկոլ Փաշինյանը խոսում է այսպես, որովհետև վերջի 5 տարիների ընթացքում խորքային առումով տիտղոսային ընդդիմությունը չկարողացավ հակազդել նրան։ Այսինքն մենք գործ ունենք մի ֆեյք կառավարման համակարգի հետ, որտեղ ամեն ինչ վերապահված է գործող իշխանությանը, ինքը չունի իրեն համարժեք դիմադրության օջախ, շարժում, այսինքն իդեմս տիտղոսային ընդդիմության, խորհրդարանական ընդդիմությունը չի կարողանում ճիշտ, համարժեք եւ մասնագիտական նույնիսկ հարթության վրա հակազդել, ցույց տալ իշխանության բացթողումներն ու սխալները եւ այն բոլոր ձախողումները, որոնք տեսանելի են բոլորիս համար Նիկոլ Փաշինյանի կառավարման ողջ ժամանակահատվածում եւ ինքը իրեն դրել է իսկապես անվերահսկելի, անպատժելի վերահսկողությունից դուրս գտնվող մի ղեկավարի հետ, որի դեմ խաղ չկա։ Այո, Նիկոլ Փաշինյանը ստեղծել է մի իրավիճակ, որ մարդկանց ենթագիտակցության մեջ հրամցնում է այն միտքը, որ իր դեմը խաղ չկա։ Այն դեպքում, երբ խորհրդարանական կառավարման համակարգ ունեցող երկրները պետք է ճիշտ հակառակը լինել։ Վարչապետը իր նախարարներով պետք է գար կառավարություն եւ ազգային ժողով ներողություն եւ հաշվետու լիներ ազգային ժողովին։ Իսկ մենք ճիշտ հակառակ պատկերին ենք միշտ ականատես լինում։ Այս մարդը եւ այս մարդիկ գալիս են ազգային ժողով, մատ են թափ տալիս ընդդիմության վրա, ինչ ասես թափ են տալիս եւ մեղադրում են թալանի կոռուպցիայի հանցագործությունների մեջ, երկիրը ծախելու մեջ, երկիրը կեղեքելու մեջ եւ շարունակում են այսպես ամրապնդվել։ Քանի դեռ չի ձևավորվել Նիկոլ Փաշինյանին իշխանությանը համարժեք, ավելի ազդեցիկ, ընդդիմադիր քաղաքական այլընտրանք, քանի դեռ այդ քաղաքական այլընտրանքը իրական հայտ չի ներկայացել իշխանությունը փոխելու, ընդ որում ոչ միայն իշխանությունը, այլև խորհրդարանական ընդդիմությանը, մենք միշտ ականատես ենք լինելու նման պոպուլիստական, էժանագին եւ ոչինչ չտվող ներկայացումների տեսարանների։ Դե ներկայացման կարելի ասել բաժիններից մեկն էլ եկեղեցի իշխանություն այդ ընդդիմ հակամարտությունն է, որտեղ ամեն օր հայտ են գալիս նոր փաստեր, նոր այսպես իրադարձություններ, նոր զարգացումներ։ Ես չզլացա նախորդ օրերի ընթացքում, երբ 10 եպիսկոպոսներ համապատասխան հայտարարություն տարածեցին եւ հանդիպեցին Նիկոլ Փաշինյանի հետ, ես չզլացա, պարոն Ղուկյան, եւ նաեւ հաշվի առնելով իմ մասնագիտությունը, ուսումնասիրեցի մեր հայ առաքելական եկեղեցու ամբողջ կանոնադրական շտեմարանը, ազգային եկեղեցական ժողովի կանոնադրությունը, ընդ որում մեր ամբողջ
սրբազաններին, եպիսկոպոսած դասի, ուրեմն վանականների, աբեղաների, սարքավակների ամբողջ կառուցվածքը, մեր հայ եկեղեցու կառուցվածքի ղեկավարման համակարգին, որոշումների կայացման գործընթացին։ Եվ կարող եմ ասել մի բան. նույնիսկ եթե ամբողջ հայ առաքելական եկեղեցին դեմ դուրս գա ամենայն հայոց կաթողիկոսի դեմ, ազգային եկեղեցական ժողովի կանոնադրությունը այնպիսին է, որ միայն ազգային եկեղեցական ժողովը կարող է կաթողիկոս ընտրել։ Ընդ որում ցանկանում եմ ձեր ուշադրությունը հրավիրել հետևյալ հանգամանքի վրա։ Ազգային եկեղեցական ժողով հրավիրվում է 7 տարին մեկ բացառապես մեկ մարդու կողմից։ Այն է ամենայն հայոց կաթողիկոսի կողմից։ Այսինքն այնպիսի բրգաձև համակարգ է գործում հայ առաքելական եկեղեցու գործունեության մեջ, որ ամենայն հայոց կաթողիկոսի անձը դերակատարությունը անկախ նրանից ով է ամենայն հայոց կաթողիկոսը ուղղակիորեն հավասարեցված է ամենակարողության հետ, այսինքն ինքն է որոշում միանձնյա, թե երբ հրավիրվի ազգային եկեղեցական ժողովը, ընդ որում հարկ եմ համարում ընդգծել, որ ազգային եկեղեցական ժողովի կողմից ընդունված որոշումները մտնում են օրինական ուժի մեջ բացառությամբ այն դեպքում, երբ դրանք վավերացվում են ամենայն հայոց կաթողիկոսի կողմից։ Նույնիսկ ազգային եկեղեցական ժողով հրավիրվի եւ այլ որոշումներ կայացվեն, քանի դեռ ամենայն հայոց կաթողիկոսը չի վավերացվել, դրանք չեն մտնում գործողության մեջ։ Հետևաբար, այս գործընթացները, որոնք իրականացվում են, ես բազմաթիվ անգամներ ասել եմ, այո, մեր եկեղեցում կան խնդիրներ։ Ընդ որում ես գտնում եմ, որ ազգային եկեղեցական ժողովի կանոնադրությունն էլ է ենթակա փոփոխությունների, որովհետեւ ժամանակի ընթացքում կյանքը զարգանում է, պատկերացումները, հասարակական հարաբերություններն են փոխվում եւ դրանց համահունչ պետք է իրականացվեն համապատասխան փոփոխություններ, բայց ես գտնում եմ հետևյալը. եկեղեցու մեջ առկա են խնդիրներ, բայց այդ խնդիրների լուծումը վերապահված է բացառապես եկեղեցուն։ Իշխանությունը Հայաստանի Հանրապետության իշխանությունը որևէ սահմանադրական լիազորություն չունի խառնվելու եկեղեցու գործերին, իսկ վարչապետը, անկախ նրանից ով է Հայաստանի Հանրապետության վարչապետը, կաթողիկոս փոխելու սահմանադրական լիազորություն չունի, անկախ նրանից կաթողիկոսը լավ է, վատ է, ճիշտ է, սխալ է, ընդ որում չեմ էլ բացառում, կարող է շատ վատ, ուրեմն խախտումներ էլ է թույլ տվել, կարող է գերազանցել է իր լիազորությունները, կարող է իսկապես պետք է նոր կաթողիկոս ընտրվի, բայց դրա համար պարոն Ղուշյան, դա անհրաժեշտ է, որ արվի ազգային եկեղեցական ժողովը։ Այս այդ ամեն ինչը ուսումնասիրելուց հետո ես իմ Facebook-յան էջում հանդես եկա ուղիղ եթերով եւ ես ուզում եմ այդ միտքը նաեւ ձեր միջոցով մենք ներկայացնենք մեր հանրությանը։ Ի վերջո եկեղեցու շուրջ ձևավորված ճգնաժամը պետք է հաղթահարվի։ Իսկ դա հաղթահարելու համար ես որպես իրավաբան գտնում եմ, որ այդ ճգնաժամը պետք է հաղթահարվի բացառապես լեգիտիմ օրինական միջոցներով։ Հակառակ դեպքում, եթե բռնի անօրինական մեթոդներով մենք հնարավոր լինի հասնել գործող կաթողիկոսի հեռացմանը եւ նոր կաթողիկոսի ընտրմանը, մենք լեգիտիմության լուրջ խնդիր կամ ական կդնենք այդ նոր կաթողիկոսի գործունեության տակ։ Հետեւաբար ես ինչ եմ առաջարկում։ Ես առաջարկում եմ, որպեսզի այս ճգնաժամը եկեղեցու շուրջ հաղթահարվի, հենց ամենայն հայոց կաթողիկոսը ինքը նախաձեռնի ազգային եկեղեցական ժողովի կազմակերպում եւ ազգային եկեղեցական ժողովի այդ կազմակերպման ընթացքում նոր առաջադրվի սահմանվեն նոր կաթողիկոսի ընտրություններ, որտեղ հնարավորություն տրվի նաեւ Գարեգին երկրորդին էլ որպես տեխնացու առաջադրվելու։ Եթե ինքը գտնում է, որ հայ առաքելական եկեղեցու սպասավորները, հոգևորները իր կողմից են, շատ լավ, եթե նորմալ ընտրություններ կազմակերպվի, եթե ինքը կվերընտրվի, այդ դեպքում նաև քաղաքական իշխանությունն էլ արդեն հետ կկանգնի, որովհետև բոլորս հասկանանք, որ հայ առաքելական եկեղեցու հոգևորականները կամ ազգային եկեղեցական ժողովի պատվիրակները վերընտրում են գործող կաթողիկոսին։ Իսկ եթե կընտրվի նոր կաթողիկոս, բնականաբար էլի եկեղեցու շուրջ ձևավորված ճգնաժամը կհաղթահարվի եւ այս խնդիրը կհանգուցալուծվի։ Հակառակ որևէ այլ ձևաչափ կամ հնարավորություն ես չեմ տեսնում, որովհետև շատ լավ իշխանությունը հիմա գործող իշխանությունը անընդհատ ճնշում է, ինչ որ եպիսկոպոսներ են դեմ դուրս գալիս, բայց դրանով խնդիրը չի լուծվելու, հակառակը եկեղեցին երկպառակվում է, մասնատվում է, քայքայվում է, քանդվում է, ի վերջո այս ամեն ինչի արդյունքում ոչ թե Գարեգին Բեի խնդիրն է լուծվում, այլ հայ առաքելական եկեղեցին է կազմաքանդվում, իսկ դա չի բխում մեր ռազմավարական շահերից։ Այսքանը։ Պարոն Նույնկյան, վարչապետ, որն ասում է պետությունը ես եմ, դատավորները ես եմ, ամեն ինչ ես եմ, այդ մարդը
Լուրջ է, ամեն ինչ ընդունում։ Ես բազմաթիվ անգամներ ասել եմ հետևյալը. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 6-րդ հոդվածով հստակ ընդգծված է, որ Հայաստանի Հանրապետության պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինները եւ դրանց պաշտոնատար անձինք իրավասու են կատարել միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ եւ օրենսդրությամբ։ Ես ասում եմ հետևյալը, որ Հայաստանի Հանրապետության գործող Սահմանադրությամբ Նիկոլ Փաշինյանը պետության ղեկավար չէ, բազմաթիվ անգամներ եմ ասել։ Պետության գլուխը դա Հայաստանի Հանրապետության նախագահն է, որին սարքել են, չգիտեմ, արարողակարգային ինչ-որ ֆիգուր, չգիտես, Աստված է, կա, հրամանագրեր ստորագրող։ Այո, երկրորդը, ընդ որում այդ պետության գլխի կարգավիճակից բխող հանրապետության նախագահը շատ կարևոր առաքելություն ու լիազորություններ ունի։ Այլ հարց է, որ նա չի իրականացնում այդ լիազորությունները։ Երկրի ղեկավարը Նիկոլ Փաշինյանը չէ, Սահմանադրությամբ նա ընդհանրապես գործադիր իշխանության ղեկավարն է, իսկ գործադիր իշխանության ղեկավարը չի կարող սահմանադրաիրավական կարգավորումների համատեքստում համարվել պետության ղեկավար, իսկ գործադիր իշխանության ղեկավարի լիազորությունների մեջ դատական իշխանությանը հսկելու, նրան իր կտակ պահելու, դատավորներին այս կամ այն հրահանգները տալու, եկեղեցու դեմ նման արշավներ ձևավորելու, նոր կաթողիկոս ընտրելու կամ այլ իրավասություններ բացառությամբ սահմանադրությամբ ամրագրված չեն։ Հետևաբար Նիկոլ Փաշինյանի գործողությունները, որոնք դուրս են իր լիազորությունների շրջանակից, դրանք Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը գերազանցող գործողություններ են եւ չարաշահում է իր իշխանությունը։ Այստեղ ակնհայտ է այդ հանգամանքը։ Այլ հարց է, որ մեր ժողովուրդը հանդուրժում է։ Ես բազմաթիվ անգամներ նշել եմ, մեր ժողովրդի համբերության բաժակը ծակ է, պարոն Ղուշչյան, մեր ժողովրդի համբերության բաժակը չի լցվում։ Մեր ժողովրդի համբերության բաժակը հենց լցվեց, մեր ժողովուրդը սկսի իրական փոփոխություններ։ Դե մեր ժողովուրդը իհարկե լուր ու մունջ ամեն ինչ տանում է եւ արդյունքը մենք, ինչպես ասում են, վայելում ենք։ Պարոն, տեսեք, մի հարց կա, որ անպայման ուզում եմ տալ, որտեվ մի շարք հարցեր կան, որոնց մասին խոսելու ենք, բայց Ազատ գյուղի այդ ահավոր հանցագործությունը ՀՌԴ-ի հետ կապված, որտեղ փաստորեն զոհվեցին մեր զինվորականները, այդ դատավարությունը ի վերջո ինչ ավարտ է ունենալու, քանի որ դուք անմիջապես եք դրանով զբաղվում։ Այս հարցը ես պատահական չեմ տալիս։ Ինչ իրավիճակ է այսօր։ Շատ շնորհակալություն տարածություն հենց վաղը մենք հերթական դատականիստ ենք, մենք հասել ենք մի փուլի, երբ որ գործող տուժողների եւ վկաների հարցաքննությունները ավարտվել են, մենք անցնում ենք գրավոր ապացույցների հետազոտմանը, իսկ դրանից հետո տեղի կունենա արդեն մեղադրյալների հարցաքննությունը, մոտենում է ավարտին, բնականաբար այս տարի չենք հասցնի դատավարությունը ավարտել, հույս ունեմ, որ մենք մյուս տարի արդեն կունենանք հրապարակված դատական ակտ, թե ինչ դատական ակտ կայացնի դատարանը չեմ կարող ասել, բայց ընդհանուր առմամբ, պարոն Ղուշչյան, դուք ճիշտ եք, դա 2 տարուց ավելի շարունակվում է դատավարությունը, բնականաբար հանրությունը ուշով հետևում է եւ ակնկալում է ճշմարտության բացահայտմանը։ Մենք մինչև վերջ հետամուտ ենք եղել այս գործի բացահայտմանը։ Ես ինքս ինչպես հրապարակային, այնպես էլ ծնողների հետ բազմաթիվ հանդիպումների ընթացքում մենք ինքներս ենք այդ հարցը բարձրացրել։ Կար մի բան, որ մենք չենք արել։ Ես ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, տուժող կողմը 15 ծնողները, ես իրենց հետ միասին առավելագույնս արել ենք հնարավորն ու անհնարը, մենք ինչ կարողություն ունեցել ենք օրենսդրության թույլատրելիության շրջանակներում, բոլոր հնարավոր ու անհնար միջնորդությունների ներկայացրել ենք։ Ավելին ասեմ ձեզ, իհարկե այս մասին ես բազմաթիվ անգամներ նշել եմ, հիմա համապատասխան փուլում ես միջնորդելու եմ, որ դատարան հրավիրվեն եւ հարցաքննվեն վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, ելի մի քանի առանցքային պաշտոնատար անձինք, որպեսզի հասարակությանը իրենք կան ու ներկայացնեն, թե ինչ է տեղի ունեցել այդ օրը եւ ինչ հանգամանքների վերաբերյալ են իրենց զեկույցներ ներկայացնեն։ Այնպես որ այս դատաքննությունը դեռևս շարունակվում է, մենք հույս ունենք, որ մենք մյուս տարի կունենանք դատական ակտ։ Դե փառք Աստծո, որ մյուս տարի վերջապես մենք այդ ամեն ինչի վերջը կտեսնենք եւ ամենակարևորը մեղավորները կպատասխանեն։ Իհարկե, ես կարծում եմ, որ բոլոր մեղավորները ի վերջո բացահայտվելու են եւ կրելու են իրենց արժանի պատիժը, որովհետեւ 15 անմեղ զինծառայողների ողբերգական մահը չի կարող մնալ անպատիժ, անկախ դրանից ով է իրականացել, ինչպես է իրականացվել եւ ուրեմն ինչ պայմաններում է իրականացվել, դիտավորություն կլինի, անփութություն կլինի, դա լրիվ այլ հարց է, ամեն ոք իր արածի համար պետք է պատասխան տա, ընդ որում խստորեն։
Հիմա մի շատ կարևոր հարց եւս խոսքը ռուս-ուկրաինական հակամարտության մասին է, որը թող եթե մեզ հետ կապ չունի, բայց իրականում շատ անմիջական կապ ունի, որտեղ այնինչ տեղի ունենում այդ երկու պետությունների, ինչպես ասում են, մինչև զարգացող պատերազմական գործողությունների ընթացքում սա չի կարող չազդել Հայաստանի վրա։ Ոչ թե չի կարող չազդել, այլ ազդում է, ամենօրյա մենք այդ ազդեցությունը կրում ենք։ Հիմա տեսեք Տրամպը բառացիորեն մեկ օր առաջ հայտարարեց, որ հարկավոր է ամեն գնով վերջ տալ պատերազմին, որտեղ շաբաթական 25-ից 30,000 մարդ է զոհվում։ Սա սարսափելի է իհարկե։ Իհարկե սարսափելի։ Սա պարզապես չի կարելի հանդուրժել, ես գտնում եմ, որ անմարդկային է։ Դե ի վերջո ես գտնում եմ հետևյալը, որ անկախ այս պատերազմի երկից թե Ռուսաստանը, թե Ուկրաինան կրել են ռազմավարական պարտություն, մենակ 5 տարի առաջ կամ 6 տարի, 10 տարի, 20 տարի առաջ որևէ խելագարի մտքով չէր կարող անցնել, որ Ռուսաստանը ու Ուկրաինան նման հակամարտության մեջ կարող են ներքաշվել, որովհետև միայն այն հանգամանքը, որ այդ երկու եղբայրական պետությունները կամ հարևան պետությունները, որոնց միմյանց կապում են բազմաթիվ թելեր, այսօր գտնվում են ձեր կողմից մատնանշված արյունալի պատերազմի մեջ, վկայում է այն մասին, որ իրենք փաստորեն չեն կարողացել հանգիստ դիվանագիտական խողովակներով հասնել իրենց հարցերի լուծմանը։ Ցավալին այստեղ ոչ միայն այդ մարդկային կորուստներն են, ցավալին նաև որ իրենց հակամարտության արդյունքը ազդում է բացասաբար նաև մեր տարածաշրջանի մեզ վրա։ Ես խորապես համոզված եմ, որ Արցախի հակամարտության կարգավորման ներկա ողբերգական ընթացքը հետևանք է նաև ռուս-ուկրաինական կամ Ռուսաստան հավաքական արևմուտք կոնֆլիկտի ինչ որ առումով այդ ազդեցության հետևանքն է նաև այդպիսի վախճանը, որովհետև Ռուսաստանը փոխեց իր պատկերացումները մեր տարածաշրջանում գոյություն ունեցող կոնֆլիկտների նկատմամբ, տարածաշրջանում իրենց վարած աշխարհաքաղաքական հետաքրքրությունները փոփոխության ենթարկվեցին, Ռուսաստանը ինքը թուլացավ, փոխվեց պատկերացումները Հայաստանի մասին, Արցախի մասին, Ադրբեջանի մասին, եւ այդ ամեն ինչը չէր կարող իր բացասական ազդեցությունը չունենալ։ Ի վերջո մենք տարբեր թելերով են կապնված թե Ռուսաստանի, թե Ուկրաինայի հետ եւ այս առումով նաեւ տնտեսական ուրեմն ազդեցությունն է իր հետևանքները ունենում։ Ինչ խոս ես որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի պարոն Ղուշյան, իհարկե սա իրենց խնդիրն է, բայց ես կուզենամ, որ շուտապույտ ավարտվի այդ պատերազմը եւ մենք կարողանանք դրա բացասական հետևանքները հնարավորինս չեզոքացնել ու անցնել առաջ։ Բայց անկեղծ պետք է ասեմ, դեռևս ես չեմ տեսնում այնպիսի լիարժեք կարգավորման սցենար, որը վերջ կդնի այդ պատերազմին, որովհետև նույն Թրամփի առաջ քաշած 28 կետանոց կարգավորման սխեման չի տալիս հարցերի վերջնական լուծման հնարավորություն։ Ի վերջո այնտեղ հողային խնդիր կա, որը շատ զգացական հարց է, եւ այդ առումով ես չեմ տեսնում Ուկրաինայից համարժեք համապատասխան արձագանք, այնպես որ չեմ կարծում, որ մոտ ապագայում մենք ականատես կլինենք այդ կոնֆլիկտի լուծմանը։ Տասնյակ տարիներ են պետք լինելու վերականգնելու այդ կոնֆլիկտի հետևանքները։ Եվ մի ուշագրավ հայտարարություն, որ Տրամփը արեց, որ այս պատերազմի հետ կապված բոլոր տեսակի խաղաղության պայմանավորված պայմանները թելադրվելու է Պուտինի կողմից, սա ինչ է նշանակում։ Այսինքն սա շատ հետաքրքիր է, որ Թրամփի վարչակազմը բավականին լոյալ է Ռուսաստանի քաղաքական վերնախավի եւ մասնավորապես Վլադիմիր Պուտինի նկատմամբ, ավելին իրենք գետի վրա են գնահատում Ռուսաստան-Ուկրաինա հարաբերությունները, նրանց տրամաչափը եւ նրանց քաղաքական ռազմական աշխարհաքաղաքական հաշվեկշիռը, ակնհայտ է, որ Ռուսաստանի դերակատարությունը, ազդեցությունը եւ ուկրաինական կոնֆլիկտում ձեռբերված հարաբերական հաջողությունը այլ կերպ է գնահատում Թրամփի վարչակազմի կողմից, այսինքն Թրամփի վարչակազմը չի հավատում կամ չունի որևէ լավատեսական հիմք, որ Ուկրաինան այս պատերազմում կարող է հետ բերել կորցրածը եւ վերականգնել իր նախկին տարածքային ամբողջականությունը։ Ըստ այս առումով ենթադրում եմ, որ Թրամփի վարչակազմը փորձում է գետնի վրա գնահատել իրավիճակը եւ Ռուսաստանի կարողությունները այս կոնֆլիկտի գործընթացում, ավելին ես կարծում եմ, որ բոլոր դեպքերում ռուս-ամերիկյան հարաբերությունների պատմությունը թույլ է տալիս իրենց
իրենց ռազմավարական շահերը գնահատելով այդպիսի դիրքավորում որդեգրել, որովհետև Թրամփի որդեգրած քաղաքականությունը ոչ այնքան պայմանավորված է Ռուսաստանի նախագահի նկատմամբ տածած սիրով, այլ ամերիկյան շահերը այդպես են թելադրում, որ Ռուսաստանի հետ հիմա իրենք այսպիսի քաղաքականություն վարեն, պարոն Օհաննիսյան։ Շնորհակալ եմ, պարոն Նուրիկյան, ես կարծում եմ մենք պայմանավորեցինք, որ առաջիկայում ավելի հաճախակի հանդիպենք, որտեղ դրա կարիքը իսկապես կա։ Հարգանքներս ձեզ եւ մեր բոլոր հեռուստադիտողներին։ Սիրելի բարեկամներ, իսկ ես հիշեցնեմ, որ մենք այսօր հյուրընկալել էինք Արդար Հայաստան կուսակցության նախագահ, մեր ճանաչված իրավաբաններից, փաստաբաններից մեկին, Նորայր Նուրիկյանին, սպասեք նրան առաջիկայում եւս։ Այսօր այսքանը, ցտեսություն։